Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է հաղթանակ զբոսայգի։ Նրանք ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է եղել Հռոմի նորընտիր սրբազան քահանայապետ Լեոն 14-րդ պապին։ Նորի սրբությունը մաղթել է սրբազան քահանայապետին հաջառողջ երկար տարիներ եւ հոգեվոր անսպար գոյություն, առաջնորդելու Աստծո կողմից իրեն վստահված հավատավոր հոտին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել հաղթանակի 80-րդ տարեդարձի առիթով Կարմիր հրապարակում կազմակերպված ռազմական շքերթի ընթացքում եւ նշել, որ մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը եւ երբեք չենք հաշտվի դրա իրադարձությունների խեղաթյուրման մարդասպաներին արդարացնելու կամ իսկական հաղթողներին զրպարտելու փորձերի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի միջամտի Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ընթացող հակամարտությանն այն անվանելով մեր գործը չէ։ Մենք կարող ենք խրախուսել կողմերին մի փոքր զսպվածություն ցուցաբերել, բայց չենք ներքաշվի պատերազմի մեջ, նշել է նա։ Fastex Premier League-ի 30-րդ տուրում Վեստ Արմենիան Երևանի ֆուտբոլային ակադեմիայում պետք է ընդուներ Արարատ Արմենիային, ինչպես հաղորդում է Արարատ Արմենիայի մամուլի ծառայությունը, Վեստ Արմենիան չի ներկայացել խաղին, ինչը հանդիպման չեղարկման պատճառ է հանդիսացել։